Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հաջորդը այս նոր խոսույթը, այսինքն նոր չէ, հին խոսույթը։ Տենց անում են, որովհետև թուրքերն են տենց ուզել, տենց անում են, որովհետև ադրբեջանցին։ Այս մեր իրականության ամենախոշոր եւ ամենապրոբլեմատիկ կոմպլեքսն է։ Իրեք այդ խոսույթը այն ժամանակ էլ մենք էլ ենք տրվում այդ խոսույթին։ Լավ եկեք բանակի մասին չխոսենք, որովհետև դե թուրքերն ու ադրբեջանցիները լսում են։ Վայ դրա մասին դե դա գաղտնիք է։ Եկեք թուրքի ջրաղացին ջուր չլցնենք։ Եվ այլն եւ այլն։ Եվ այս մի հատ ուրիշ շատ կարևոր բան կա։ Ես երբ որ խոսում էի հայրենասիրության կայսերական մոդելի մասին, ես վերջերս մի հատ ուրիշ բան եմ հասկացել, որ մենք մեր աշխարհ ենք ալելու մեր սեփական զգայարանները եւ ֆորմուլաները, բանաձևերը զարգացնելու խնդիր ունենք։ Ես այս վերջերս թերևս ոչ հրապարակային մի հանդիպման ժամանակ ասացի հետեւյալը. մենք աշխարհը ընկալելու սեփական ֆորմուլաներ չունենք։ Եթե անկարծ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը եւ մի քանի այլ երկրներ որոշեն մի ամիս ոչ մի հայտարարություն չանեն, մենք կհայտնվենք մութ սենյակում մի վիճակում, ով գաղափար չունի ընդհանրապես, ես որտեղ է հանգել։ Եվ սա մեր արտապետականության կարևոր առանձնահատկությունն է, որ ներդրված է։ Չեք տեսնում ես ինչ են խոսում։ Ինչ խոսում են, իրանք խոսում են այն ամեն ինչը, ինչ որ դնում են այստեղ, որևէ մեկը Հայաստանում ծնված ընկալում չի։ Մի մասը, այսինքն ամբողջը արտաքին խոսույթներից ծաղկաքաղա, որը բերվում այս ամբիոն, եւ այս ամբիոնից մատուցվում է։ Եվ մենք պետք պարտավոր ենք առերեսվել այս խնդրի հետ։ Ընդդիմադիր պատգամավորն ասում, ասեք, ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես կարող եմ ասել, ինչ եմ ուզում մեր ժողովրդից։ Ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Ես ուզում եմ, ես ասել եմ բազմիցս, ոչ մեկ չի ասել, հետո իմիջիայլոց ոչ մի լրագրող հարց չի տվել, ասել եմ, երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, ոչ մեկ չի ասում, այդ ինչ ասցիր, այդ ոնց ասցիր, ոչ մեկ չի ասում, էսա, որովհետև մենք աշխարհի ընկալման մեր սեփական բանաձևերը չունենք, սրանում է խնդրեմը, եւ աշխարհը շարունակում է մեզ համար մնալ անծանոթ վայր, եւ այդ է պատճառը, որ աշխարհի մեր ընկալումը այն է, որ աշխարհը մի հատ ծայրահեղ անարդար վայր է։ Իսկ կարող է պարզապես մենք չենք ճանաչում աշխարհը։ Մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները։ Որովհետև եթե դու երթևեկության կանոնները չգիտես եւ անընդհատ վրաերթի ես ենթարկվում, այդ փողոցը քեզ համար ամենաանարդար վայրն է, դու չես հասկանում ինչ են քո վրայով անընդհատ մեքենա քշում։ Եվ ասում ես, այս ինչ անարդար տեղ եմ ես ընկել, Աստված, ուր ես նայում Աստված, ով երթևեկության անարդարություն, թող որ ես թքեմ քո բաց ճակատին, որովհետև դու չգիտես, որ դու հայտնվել ես մի տեղ, որտեղ որոշակի կանոններ կան, անցում կա, հոծգիծ կա, լուսացույց կա, եւ պետք է իմանալ այդ կանոնները վրաերթի չենթարկվելու համար։ Մենք ուզում ենք, որ մենք ճանաչենք աշխարհը։ Էլի երկու բան կար ասելու, բայց թերևս դրանց կանդրադառնամ իմ Facebook-յան էջում։ Որովհետև այդ անդրադարձերը չեմ կարծում, թե արժանի են ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու։ Շնորհակալ եմ։